Բարև ձեզ, Alpha News-ի տաղավարում այսօր հյուրընկալել եմ Ուժեղ Հայաստան դաշինքի համակիր իրավաբանական գիտությունների թեկնածու դոցենտ Արմեն Եզեկյանին։ Պարոն Եզեկյան, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Քարոզարշավի 12-րդ օրն է եւ նախորդին արձանագրվեց մի միջադեպ, որը ամենալարվածն էր այդ 12 օրերի մեջ։ Արցախցի կինը մոտեցավ Նիկոլ Փաշինյանին, մեղադրեց նրան Արցախը հանձնելու մեջ, հետո Փաշինյանը ինքնատիրապետումը կորցրեց եւ սպառնալիքներ հնչեցրեց ինչպես արցախցիների, մի կարևոր հանգամանք էլ առանձնահատուկ հանգամանք այն, որ այդ սպառնալիքները ուղղված էին նաեւ իր քաղաքական հակառակորդներին, մեջբերում եմ, կզացնելու եմ, սատկացնելու եմ Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին եւ Գագիկ Ծառուկյանին։ Ինչ քաղաքական գնահատական ունեք այս իրադարձության վերաբերյալ, արդյոք դուք այստեղ սպառնալիք տեսնում եք եւ իրավապահ մարմինները այստեղ անելիք ունեն, թե ոչ։ Շնորհակալ եմ հրավերքի համար։ Նախ ձեր ներկայացրած ամբողջ նկարագիրը ուղղակի զարհուրելի փաստերի մասին է խոսում եւ մենք ունենք մի իրավիճակ այսօր, որ չնայած արդեն ոչ մեկի չի զարմացնում այդ մոտեցումները, այդ խոսույթը, այդ մոտեցումները, որտեղ արդեն սովորել են մարդիկ այդ ամեն ինչին, բայց միևնույն ժամանակ այդ մեծ տարակուսանք առաջացնում։ Մի պահ պատկերացնենք, որ արցախցի կին, լոռեցի կին, բոլորը հայ կանայք են, այդտեղ չպետք է ինձ թվում է տարանջատում դրվի որևէ պատկանելիության առումով, ուղղակի խոսքը գնում է կնոջ մասին, եւ կնոջ նկատմամբ նման վերաբերմունք դրսևորելը, նման լեքսիկոն օգտագործելը, դա ուղղակի զարհուրելի է եւ որևէ կերպ հանդուրժելի դժվար է պատկերացնել որևէ բանական մարդու կողմից, իսկ ինչ վերաբերում է իրավական գնահատականների, մեր գործընկերները իրավական արդեն համապատասխան միջնորդություններով, համապատասխան դիմումներով հանդես են եկել տարբեր իրավապահ մարմիններին, այդ թվում նաև դիմել են կենտրոնական ընտրական հանձնաժողով համապատասխան վարքագիծը քննության առնելու համապատասխան խնդրանքով։ Դաշինքը դիմել է այդ հարցով, այսինքն համապատասխան գրություններ ուղարկվել են ու իմ ունեցած ինֆորմացիայով արդեն իսկ ուղարկվել է նաև կենտրոնական ընտրական հանձնաժողով այդ մասով։ Ասեմ, միևնույն ժամանակ չթաքցնելով, որ առանձնապես մեծ հույսեր չենք պահպանում, փայփայում այս մասով, որ համապատասխան գնահատականներ կլինեն իրավապահ մարմինների կողմից, բայց այդ դեպքը որպես դիտարկելով ոչ իրավական առնվազն համապատասխան դիմումներ եւ փաստաթղթեր ուղարկվել են եւ կարծում եմ ժամանակի ընթացքում հանրությանը ավելի հասանելի կլինի դրա ընթացքը այդ մասով։ Իսկ ինչ վերաբերվում է ուղղակի որպես դեպքին, որպես երևույթին, ուղղակի անհասկանալի է։ Ավելին ասեմ, երեք իմ ընկերներ տարբեր երկրներից ինձ հետ կապի են դուրս եկել, ուղղակի զարմանքը իրենց արտահայտելու, թե սա ինչ է, ոչ մի կերպ չեն կարողանում պատկերացնել, թե այս խոսույթով, այս մոտեցմամբ ոնց են ուզում մարդիկ եվրոպական միության ինտեգրում ունենան եւ այլ, այսինքն եվրոպական արժեքներ բերեն մեր երկրին, ուղղակի անհասկանալի է։ Տեսեք, միջադեպը երբ տեղի էր ունենում, Նիկոլ Փաշինյանը կտկտուր խոսում էր տեսանյութի մասին, որտեղ Արցախյան բարբառով 5 տղամարդիկ իբր սպառնալիքներ էին հնչեցնում Նիկոլ Փաշինյանի հասցեին, հետո եղավ արդեն պաշտոնական հաղորդագրությունը քննչական կոմիտեի կողմից եւ արդեն իշխանամերձ բոլոր շրջանակները տարածում էին այդ տեսանյութը ու նաեւ բոլոր իշխանականները սոցցանցերում այդ նարատիվն էին առաջ տանում, որ փաստացի Նիկոլ Փաշինյանի դեմ սպանության փորձ է նախապատրաստվել եւ քրեական վարույթն էլ այդ հոդվածով է նախաձեռնվել։ Ընդդիմությունն ասում է, որ փաստացի Նիկոլ Փաշինյանի տեղը նեղն է եւ ինքը սպանության, ահաբեկչության փորձ է բեմադրում։ Ձեր գնահատականը որն է եւ ինչ տպավորություն ունեք, ինչու է հենց քարոզարշավի ժամանակ այդ հայաստանցի արցախցի հակասությունը մտցրել քաղաքական դաշտ։ Շատ լավ հարց եք բարձրաձայնում, ասեմ, որ իմ անձնական տպավորություններով կիսվեմ այս առումով, իմ առաջի անգամ այդ կադրերը տեսնելուց ես ուղղակի ապշած էի վատ բեմադրության առումով։ Առավել քան համոզված եմ, դա իմ ներքին համոզմունքն է, որ դա բեմադրված ինչ որ ներկայացում էր, որը որ այս իրավիճակում կարող էր օգտակար լինել միայն տվյալ անձին,
Եվ որևէ ձև, որևէ այո, այսինքն որևէ այլ սուբյեկտին, ընտրական մասնակից կամ նույնիսկ ոչ մասնակից, որևէ կերպ, որևէ դիվիդենդ չէր կարող բերել։ Հետևաբար սա վատ բեմադրված իմ խորին համոզմամբ բեմադրություն էր, եւ դետալային նույնիսկ ուսումնասիրության ընթացքում այդ ամեն ինչը պարզ կդառնա։ Եթե մի բան անգամ պատկերացնենք, որ դա իմ մոտեցմամբ 1% հավանականությամբ կարող ինչ-որ իրականություն ուներ, բնականաբար ես որպես քաղաքացի եւ շուրջ 25 տարվա իրավաբան ոչ միայն դեմ եմ, կտրականապես մերժում եմ ցանկացած բռնություն եւ թող եթե նման 1% հավանականությամբ կա, որ դա իրականում տեղի ունեցել, թող գտնեն եւ ամենախիստ պատժամիջոցը կամ պատասխանատվությունը կիրառեն տվյալ անձանց նկատմամբ։ Բայց բոլորիս համար համենայն դեպս իմ տեսանկյունից ակնհայտ է, որ դա այն չէր, ինչ որ ու ավելին ասեմ, դա չծառայեց այն նպատակին, ինչի համար որ գծվեց դաշտ։ Իսկ ինչ նպատակ էր իրականում կամ իշխանությունը հետապնդում։ Այո, նպատակը հենց նա էր, որ մարդկանց մոտ ցույց տրվեր, որ կա որոշակի սեգմենտ, կա որոշակի շրջանակի անձինք, որոնք ցանկանում են իր մահը, իրան զրկեն կյանքից եւ այլն, որը ըստ էության որևէ կերպ իրականության հետ իմ մոտեցմամբ կապ չունի եւ դա զուտ սև PR-ի, սև քարոզարշավի շրջանակներում որոշակի դիվիդենդներ ավելացնելու տեսանկյունից էր արված։ Եվ առավել քան համոզված եմ, որ այն էֆեկտը, որը ակնկալվում էր ստանալ, որևէ կերպ ըստ էության չաշխատեց եւ կարծում եմ չի էլ աշխատելու, որտեղ մեր հանրության մի մեծ զգալի հատվածը գիտակից մասը է, մի հանրության մի մեծ մասը դա ամեն ինչ տեսնում, ամեն ինչ հասկանում է եւ այդ ձևով մարդկանց խաբելու մոլորության մեջ գցել, կարծում եմ որևէ կերպ չի հաջողվի։ Դուք կիսում եք այն գնահատականը, որ փաստացի այս տեսանյութը տարածելով եւ քրեական վարույթ նախաձեռնելով Նիկոլ Փաշինյանը նաեւ հող էր նախապատրաստում ընդդիմության նկատմամբ բռնաճնշումներ գործադրելու։ Շատ հետաքրքիր հարց եք ասում, այդ բռնաճնշումները կարծում եմ նոր չի, որ սկսվել են ու նոր չի, որ պետքա կիրառվեն։ Բազմաթիվ դեպքերի ենք ականատես եղել, հատկապես վերջին ամիսների ընթացքում այդ բռնաճնշումների կիրառման եւ ավելին ասեմ, որ լրացուցիչ խթան կարող է հանդիսանալ լրացուցիչ գործողություններ կատարելու համար, բայց այդ երևույթը որպես այդպեսին դա նոր երևույթ չի։ Բայց այս շրջանում անելով բնականաբար մարդկանց մոտ վախի մթնոլորտ կարող է առաջանալ եւ ազդեցություն ունենալ ընտրազանգվածի վրա։ Ոչ թե ավելի շատ վախի, այլ այստեղ ցույց տալու, որ տեսեք մյուս ընդդիմադիր դաշտում ինչ մարդիկ կան ու ինչ մեթոդներով են իմ դեմ փորձում պայքարեն, որը էլ եմ շեշտում, որևէ կապ չկա իրականության հետ եւ բազմիցս ես կարող եմ հանդես գալ այս առումով մեջ բերել մեր ուժեղ Հայաստանի տարբեր ներկայացուցիչների համապատասխան մտքերն ու ձևակերպումները, որ ինչ քայլ որ արվել է իրավական օրինական դաշտում, նույն ձևով տարվելու է ամբողջ պայքարը օրինական եւ իրական դաշտում եւ որևէ մեկի մտքով անգամ երբևիցե որևէ պայմաններում չի անցել որևէ ինչ որ հակաիրավական կամ հակաօրինական որևէ գործողություն իրականացում։ Բռնաճնշումներին դեռ կվերադառնանք, ըստ ինչու է Նիկոլ Փաշինյանի տեղը նեղ։ Ինչի անեղ, որտեվ ամեն ամիս, ամեն շաբաթ, ամեն օր իր գործողությունները, իր խոսույթը, իր մոտեցումները որոշակի մարդկանց, այն մարդկանց շրջանակի, որոնք դեռ կողմնորոշված չեն, առաջացնում է հիասթափություն։ Ու ինքը նաև բնականաբար ունի իր սեփական հարցումների արդյունքները, այսպես ասած, որը որ բնականաբար իրան լավ բան չի հուշում։ Այսինքն վարկանիշի նվազեցում կա, որ ինքնաթիռ տեսնում է։ Իհարկե, դա բոլորի համար է տեսանելի, իսկ որ բոլորի համար տեսանելի է, իր համար խիստ ավելի համապատասխան պետական միջոցների եւ աջակցություն ունենալու պայմաններում, այդ ինֆորմացիան շատ ավելի հավաստի է իր համար։ Բռնաճնշումների մասին ուժեղ Հայաստանը երևի թե ամենաթիրախում է գտնվում Նիկոլ Փաշինյանի, իհարկե նաև երկրորդ նախագահը Գագիկ Ծառուկյանը, բայց մենք տեսնում ենք, որ ամենօրյա ռեժիմով հենց այս երեք ուժերի անուններն է տալիս եւ օրինակ խուզարկությունները հենց թե Հայաստան դաշինքում էին, թե ուժեղ Հայաստան դաշինքում էին, նախորդ շաբաթ լուր եղավ, որ Լոռու մարզի ձեր գրասենյակում են խուզարկումներ եղել եւ կային ձերբակալություններ, ովքեր են ձերբակալվել, քանի հոգի առհասարակ տվյալ ունեք, թե այս քարոզարշավի, նախընտրական քարոզարշավի ժամանակ ձեր համակիրներից քանի հոգին են ձերբակալվել, ինչ հոդվածներով ու ինչպես եք դա գնահատում։
Իմ ունեցած ինֆորմացիայի համաձայն, այս վերջին դեպքերը կոնկրետ Լոռու մարզի հետ կապված 10 աջակցի են ձերբակալել, հետո որից 6-ին տարել են կալանքի, 4-ը տնային կալանքի, բայց ինչ հիմնավորմամբ եւ ինչ խնդրով ուղղակի զարհուրելի է, որ խոչընդոտել են Փաշինյանի ներկայացուցիչների կողմից անցկացված իրենց քարոզարշավին։ Բոլորս տեսել ենք համապատասխան կադրերը եւ այնտեղ որևէ իրավաբանի մոտ առնվազն տարակուսանք պետք է առաջանա, եթե այնտեղ խոչընդոտում տեսնի, որովհետեւ տարբեր հեռավորության վրա գտնվող երկու, այսպես ասած, հանրության մասնակիցներ իրանց քարոզարշավ, մեկը քարոզարշավ էր անում, մեկը իր մեր ներկայացուցիչները ամենայն դեպս բարձրաձայնում էին ուժեղ Հայաստանի, այսինքն որևէ ձև դրա մասին խոսելը ճիշտ ասած ինձ համար առնվազն տարակուսելի է։ Իսկ այդ ձերբակալությունները այդ արդեն ամենօրյա ռեժիմով սովորական երևույթ են դարձել մեր երկրում, կոնկրետ ուժեղ Հայաստանի ներկայացուցիչների մասով եւ առավել քան վստահ եմ, որ կարճ ժամանակ հետո ես ունեմ մեծ վստահություն, որ մենք շատ կարճ ժամանակ հետո ունենալու ենք իրոք ուժեղ Հայաստան եւ այդ պայմաններում այդ ապօրինի կարված գործերը եւ այն բռնաճնշումները ամեն ինչը հանրության առաջ կլինի եւ բոլորը կտեսնեն իրական ինչա կատարվում։ Ուժեղ Հայաստանի ծրագրերի մասին նախորդ շաբաթ թերևս ամենակննարկված թեման դա այն էր, որ Ուժեղ Հայաստանը առաջարկում է ժողովրդագրական հեղափոխության ծրագիր, այսինքն Ուժեղ Հայաստանի թիրախում ժողովրդագրական հարցն է, տվյալները բավական մտահոգիչ են, ինչ է առաջարկում ձեր ուժը մեր քաղաքացիներին այդ հարցը լուծելու համար։ Շատ կարևոր խնդրի մասին ենք հիմա մենք խոսում, մինչև առաջարկին անցնել ասեմ, որ իրոք վիճակը բավականին լուրջ է ժողովրդագրական առումով։ Մենք ունենք մի իրավիճակ, որ եթե վերլուծության արդյունքում նայում ենք, տեսնում ենք, որ կա ամուսնությունների 7% կրճատում, կա երեխաների ծննդյան հանգամանքի 12% կրճատում, ամուսնալուծությունների 28% աճ, ընդհանուր բնական աճի նվազում է կատարվում շուրջ 40%-ի շրջանակներում, որը ահռելի թվի մասին է խոսքը գնում մեր փոքր պետության պայմաններում։ Այսինքն կան որոշակի հաշվարկներ, եթե կարճ ժամանակ, չգիտեմ, մի քանի տասնամյակ այսպես շարունակվի, մենք ունենանք շուրջ 1 միլիոն ազգամնակության նվազեցում, որը ուղղակի, չգիտեմ, պետությունն է վտանգում այդ իրավիճակը։ Հետևաբար այդ ամեն ինչը խորը վերլուծելով եւ դիտարկելով Ուժեղ Հայաստան ներկայացրել է կոնկրետ առարկայական քայլեր այդ խնդիրների համար։ Ասեմ ավելին, որ այդ մասով առաջարկվել է հետեւյալը, որ նույն օրինակ 4-րդ երեխայի ծննդյան փաստի հիմքով տրվելու է 2 միլիոն համապատասխան դրամ իհարկե վճար տվյալ ընտանիքին, իսկ արդեն 5-րդ երեխայի ծնվելու փաստի ուժով բնակարան։ Եթե փաստը մի հատ վերլուծենք եւ համեմատենք համաշխարհային փորձի երկրներում, շատ քիչ երկիր կգտնենք, ընդհանրապես 200-ից ավել պետությունների շարքում, որ իրենց երեխայի ծնվելու փաստի ուժով բնակարան են հատկացնում, այսինքն պետության հոգացության տակ առնվազն գտնվելու է բազմազավակ ընտանիքները։ Եվ դրանով չի ավարտվելու ըստ էության հոգացությունը։ Այսինքն մենք եթե տեսնում ենք ինչի է խնդիրը այդպես, ինչի են մարդիկ քիչ ամուսնանում, շատ ամուսնալուծվում, քիչ երեխա ունենում, առաջին հիմնական պատճառը դա սոցիալական խնդիրն է։ Եվ սոցիալական խնդիրը ըստ էության հանգում է մի քանի պայմանների, այսինքն կամ աշխատանք չունի, կամ աշխատանք ունի աշխատավարձնացածր եւ այլ նմանատիպ խնդիրներ։ Եվ դրանով իսկ պայմանավորված Ուժեղ Հայաստանը կոնկրետ առաջարկներ ներկայացնում նաեւ այդ առումով, խնդիրը լուծելու այդ առումով։ Մասնավորապես 300,000 աշխատատեղի բացումը, որը հսկայական լուրջ հիմնական ծրագիր է, որը էապես փոխելու է իրավիճակը։ Ավելին կոնկրետ սեգմենտներում կամ ոլորտներում աշխատող աշխատակիցների, մասնագետների համար, ինչպիսիք են մանկավարժները, բժիշկները, նախատեսվում է աշխատավարձների բարձրացում տարեկան կատարվածքով։ Օրինակ մարզերում դա լինելու է ամեն տարի յուրաքանչյուր տարի տարեկան 25%-ի սահմաններում, Երևան քաղաքում 20%-ի սահմաններում։ Այսինքն ամեն տարի, օրինակ, եթե, չգիտեմ, մանկավարժը կամ բժշկուհին ստանում է 200,000 դրամ աշխատավարձ, հաջորդ տարի ստանալու է, ասենք, 250,000, մյուս տարի 300 քանի հազար։ Այսինքն ամեն տարի աճելու է աշխատավարձը։ Ավելին նույն երիտասարդության
միտված նաև առաջարկը հանդիսանում, գիտեք, բոլորս որ 18 տարեկան դարձած մեր բոլոր երիտասարդները մեկնում են զինծառայության։ Եվ զինծառայության մեկնող մեր բոլոր երիտասարդները ստանալու են ըստ էության 40,000 դրամի հասնող աշխատավարձ, որը այս պահին կազմում է ընդամենը 5,000 դրամ։ Այսինքն 800%-ով կամ 8 անգամ բարձրացվում է զինծառայողների տրվող համապատասխան գումարը։ Եվ նա զինծառայությունը տարի կես հետո ավարտելուց հետո, որտեղ այնտեղ տեղել չունի ծախսելու, այսպես ասած, ինքը որոշակի գումարով հետո վերադառնալու տուն, ընտանիք։ Վերադառնալով ժողովրդագրական հարցին, 4-րդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ եւ 5-րդ երեխայի դեպքում արդեն բնակարան։ Ձեր մոտ հաշվարկներ կան այս ամեն ինչը, այս աջակցությունը երիտասարդ ընտանիքներին արվելու է Հայաստանի Հանրապետության բյուջեի հաշվին, թե պետությունը պետք է դոնորներ, ներդրողներ գտնի սա կազմակերպելու համար։ Ուրեմն տեսեք, քանի որ սա կարևոր շատ գործառույթ է ըստ էության դիտարկվելու եւ այս պայից եւս դիտարկվում, պետության աջակցությամբ ստեղծվելու է ազգային վերածննդի հիմնադրամ, որտեղ 70% չափով ներդրողներ են հանդես գալու մեր գործընկերները, տարբեր կարան լինեն երկրների ներկայացուցիչներ, կարան լինեն հայ ազգի կամ այլ ազգի, դա այս պայն այդքան էական չի, եւ պետությունը ընդամենը 30%-ի սահմաններում է այդ հիմնադրանում բաժնամես, այսպես ասած, ունենալու, ներդրման որոշակի չափաբաժին ունենալու, եւ այդ հիմնադրամի միջոցներից են հենց ուղղվելու այս իմ կողմից նշված համապատասխան ուղղություններով ֆինանսավորում եւ պետական բյուջեի վրա լրացուցիչ միջոցներ չեն լինելու։ Ավելին ասեմ, հիմա կոնկրետ երիտասարդները ովքեր են մեր անհաձեռնարկատերերը, ովքեր են մեր փոքր բիզնես նոր սկսողները, դրանք բոլորը երիտասարդներն են։ Եվ այդ երիտասարդների համար այդ հենց կարելի է նաև դիտարկել, որ նաև առաջնահերթ միտված է հենց այդ անձանց 0% հարկային քաղաքականության կիրառումը փոքր բիզնեսի համար։ Այսինքն մենք նաև տարբեր ուղղություններով հենց երիտասարդներին առաջարկում ենք ինչ է փոքր բիզնես ունես կամ նոր ես սկսում ինչ դու հարկ մի վճարի գնա քո փոքր բիզնեսը արի քո ընտանիքը պահի հետո կմեծանաս եւ այլն նոր կմտնես հարկային դաշտ այսինքն գրեթե բոլոր ծրագրերը սոցիալական տնտեսական գալիս միտված են լինում մեր երիտասարդությանը եւ ինքս երկար տարիներ գործունեություն ծավալելով հենց այդ ոլորտում եւ քաջատեղյակ լինելով երիտասարդության խնդիրներին, այո, բանով տեսնում եմ, որ մեծ մասի մոտ հենց այդ խնդիրն է սոցիալ-տնտեսական, որ փորձում են կամ ուշ ամուսնանան, կամ ամուսնանալուց հետո քիչ երեխա ունենան, այսինքն այդ խնդիրների հենց մտահոգությունն է հանգում, որ մեր երիտասարդները մեծ ձգտում չունեն, այսպես ասած, շուտ կամ ժամանակին ավելի շուտ ընտանիք կազմելու եւ շատ մեծ քանակի ընտանիքով հարուստ երեխաներ ունենալու։ Ձեր ուժը պարբերաբար խոսում է սահմանամերձ շրջանների մասին, նշում եմ, որ վտանգի տակ են այդ շրջանները։ Ինչ է պատրաստվում անել ուժեղ Հայաստան դաշինքը իշխանության գալու դեպքում, որ սահմանամերձ շրջաններից արտագաղթ չլինի կամ դադարի լինելը, այսինքն ինչպես եք մարդկանց պահելու իրենց տներում։ Շատ լավ հարց եք տալիս, շատ արդիական, ասեմ, որ ուսումնասիրությունները ցույց են տալի, որ արտագաղթի հիմնական պատճառները երկուսն են կամ առնվազն երկուսը կամ երեքը, դա անվտանգության խնդիրն է, դա աշխատատեղերի խնդիրն է, այո, պակասն է եւ համապատասխանաբար նաեւ այդ տարածքում բնակվողների զբաղմունքի խնդիրն է, այսինքն դրա համար շատերը կամ աշխատանքով պայմանավորված կամ այլ հանգամանքով պայմանավորված լքում են տվյալ տարածքները։ Անվտանգության մասին առանձին մի հաղորդման շրջանակներում գուցե ճիշտ կլինի ներկայացված, որտեղ քայլերը շատ բազմազան են, տարբեր մեր գործընկերներ դրա մասին պարբերաբար խոսել են, դրա միտված քայլերն ու եւ համապատասխան գործողությունները, ինչ վերաբերվում է աշխատատեղերի մասով, ես նշում որ մեծ մասը այդ աշխատատեղերի 300,000 որ իմ կողմից արդեն հիշատակվեց, հենց կառուցվելու է մարզերում եւ համապատասխան նաեւ այդ սահմանակից համայնքներում, հա։ Պլյուս դրան նաև այն ծրագրերը, որոնց մասին ես խոսեցի, նույն օրինակ մարզին միտված ծրագիր էր հենց այդ նաև մարզերին աշխատավարձերի բարձրացումը։ Այսօր ունենք բազմաթիվ մանկավարժներ, ուսուցիչներ, բժիշկներ եւ այլն, որոնք հենց այդ աշխատավարձներով պայմանավորված ձգտում են տեղափոխվել։ Նաև այդ խնդրի լուծումը։ Իսկ վերաբերում է զբաղմունքների առումով տարբեր սպորտային եւ մշակութային կենտրոնների համապատասխան արկայությունը լինելու տարբեր մարզերում եւ այդ զբաղմունքը երիտասարդության համապատասխան
մարզկենտրոններ, սպորտային ակումբներ կամ այն վայրեր, որտեղ ժամանց կարող են ապահովել եւ ֆիզիկական առողջությունը պահպանելով մշակութային վայրեր, հենց դա լինելու է կարևորագույն հոգացության ներքո։ Հենց որ մեր հայրենակիցներին խորհուրդ կտամ ավելի մանրամասն եւ հանգամանալից ծանոթանալ մեր բոլոր ծրագրային կետերին, քանի որ այս շրջանակներում, եթե դիտարկում ենք, մենք կտեսնենք բազմաթիվ առաջարկներ եւ առարկայական, ու ես ինչի վրա եմ ուզում հատուկ շեշտադրում դնեմ, որ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ ուժեղ Հայաստանի ներկայացվող բոլոր ծրագրեր, դրանք ոչ թե զուտ քարոզչական, ոչ թե զուտ ծրագրային դեկլարատիվ առաջարկներ են, այլ կոնկրետ առարկայական քայլեր են, հաշվարկված նախապես եւ հաշվի առնելով մեր բարերարի անցած ամբողջ իր ճանապարհը, ինքը փաստել է, որ իր ամեն մի արտահայտած միտք, իր կողմից ամեն մի առաջարկ ուղղակի շատ կարճ ժամանակում կյանքի է կոչվել։ Եվ հատկապես մեր հայրենակիցներին խորհուրդ կտամ հենց այդ հանգամանքի վրա մեծ ուշադրություն դարձնել, քանի որ շատերի մոտ կա որոշակի բան, բոլորը ասում են, ամեն մեկը մի տեսակետ ասում է ընտրությունից առաջ, սա այդ դեպքը չի, ելի եմ ասում, կոնկրետ քայլերով ուսումնասիրել է անհրաժեշտ, թե ում կողմից է դա ասվում։ Հիմա ես իմ օրինակով ասեմ, ես եթե 30 տարի գտնում եմ կրթական ոլորտում մի բան ասեմ, ու մի բան ասի մարդ այդ կրթական ոլորտի, որ կյանքում կրթական ոլորտում չի եղել։ Պետք է նայենք ով ինչ է ասում այդ ոլորտում։ Տեսեք, Սամվել Կարապետյանը ասում է, որ կասկածում է, թե Փաշինյանը իրականացնում է Ալիևի երազանքը եւ տեղեկացում 300,000 ադրբեջանցիների համար։ Երեք հենց այս թեմայով էր, որ արցախցի մի տղամարդու հետ Նիկոլ Փաշինյանը վեճի էր բռնվել եւ մեղադրել նրան ադրբեջանական նարատիվներ առաջ տանելու համար։ Այսինքն մեծ հաշվով նաեւ այդ մեղադրանքները ձեր ուժին են վերաբերում ու բոլոր այն ուժերին, որոնք դրա մասին խոսում են, ձեր արձագանքը որպես այդպիսին Նիկոլ Փաշինյանին, որովհետև տպավորություն է, թե Փաշինյանը փորձում է ձեր դաշտ գցել դա եւ առաջ տանել այն թեզը, որ դուք եք Ալիևի հնչեցրած խոսքերը արտաբերում, կրկնում։ Փաշինյանն ասում է, որ իրենց օրակարգում չկա, բայց այսպիսի մի տեսակետ կա, որ չի ասում, որ չի էլ լինի։ Դուք որևէ կերպ հնարավոր համարում եք, որ այդ հարցը ինչ որ մի բա Հայաստանի համար իսկապես օրակարգում կարող է լինել, եթե Փաշինյանը մնում է իշխանության ղեկին։ Ճիշտն ասած, շատ մտահոգիչ հարցի մասին ենք հիմա մենք խոսում, այս պահին։ Ես նայում եմ ուղղակի վերջին 20 թվականից հետո տեղի ունեցած իրադարձությունները, ու չեմ հիշում որևէ դեպք, որ նույն հարևան այսպես կոչված պետության ղեկավարի կողմից արտաբերած որևէ միտք, որևէ պահանջ վաղ թե ուշ կյանքի կոչված չլինի։ Հիմա թե Փաշինյանի, այսպես ասած, օրակարգում այդ խնդիրը կա թե չկա, դա այլ հարց է։ Բայց մեր մտահոգությունը նա է, որ կա այդ օրակարգը Ալիևի մոտ։ Ու այդ Ալիևի մոտ առկա այդ օրակարգի ներբեռնում, այսպես ասած, մեր օրակարգ ցույց է տալի կյանքը, որ ժամանակի հարց է ընդհանրապես։ Եվ դա կարանք, ել եմ ասում, մեր բոլոր հայրենակիցները նայեն 20-ից մինչև օրս, 20 թվականից մինչև օրս կատարված իրողությունները։ Եվ այս պայմաններով ուղղակի պետք է նայել փաստերով։ Այսինքն ասել է Փաշինյանը մի բան, Ալիևը ասել է մի բան, ու տեսնենք որն է ի կատարածվել արդյունքում։ Եվ այդ մեր մտահոգությունները, ամբողջ մտավախությունը նույն հանրության լայն շրջանակի, դե օրակարգ բերել, չբերելու մասին չի, սա ընդհանրապես 4 փաստեր են, որ պետք է վերլուծել։ Եվ այս 4 փաստերի վերլուծության արդյունքում ակնհայտ է դառնում իրողությունը։ Թե չէ մեկը այս միտքն արտահայտում, մյուսը այն միտքը, երրորդը այն միտքը, ուղղակի ընդհանրապես պետք է վերլուծել եւ սառը հայացքով, այսպես ասած, կամ սառը տրամաբանությամբ այդ ամեն ինչը դիտարկել։ Դուք մասնակցում եք Ուժեղ Հայաստան դաշինքի քարոզարշավներին, ինչ տպավորություններ ունեք մեր հայրենակիցների հետ հանդիպումներից։ Հաճախ շփվում ենք մեր քաղաքացիների հետ, իհարկե հիմնականում իմ շփումները առավելապես Երևան քաղաքում են իրականացվում, բայց երբեմն նաև մարզային այցությունների ժամանակ, երբ որ ես մասնակից եմ լինում այդ process-ների, տեսնում ենք մեծ հավատ Ուժեղ Հայաստանի, հատկապես Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Հաշվի առնելով էլ այդ մարդիկ տեսնում են եւ ուսումնասիրում են այդ մարդու անցած ճանապարհը։ Դրա համար այդ մեծ հավատը գալիս է։ Եվ մի մեծ զանգվածի մոտ այդ ամեն ինչը նկատվում է։ Կա որոշակի հատված իհարկե, որոնք ամեն ինչից այնքան հիասթափված են մինչ օրս իրանց իրողություններում, իրանց, չգիտեմ, այս վերջին 30 տարում տեղի ունեցածի հետ, որ էլ ոչ մի բանի կամ ոչ մեկի չեն հավատում։
Բայց ես միշտ իմ մոտեցումը հետեւյալն է եւ մեր քաղաքացիների միշտ խորհրդի կարգավորում գնացեք ընտրատեղամաս 5 տարի մեկ ընդամենը տեղի ունենում համապետական այս միջոցառումը, գնացեք ձեզ ձայնը ում կողմին կուզեք քվեարկեք, բայց գնացեք ընտրատեղամաս, որովհետեւ ուղղակի անընդունելի է, երբ որ, չգիտեմ, 2.400.000-ից մի քիչ ավել ընտրողների պարագայում մենք ունենում ենք 50%-ին մոտ հասնող բան, այսինքն 50%-ը որևէ ձևով չի մասնակցում ընտրության եւ արդյունքում պետության կառավարման խնդիրներին։ Պետք է այն մարդիկ նույնիսկ որ չեն կողմնորոշվել կամ ինչա, թող նայենք կոնկրետ ուսումնասիրեն, ոչ թե ել եմ ասում այդքան ծրագրեր, այլ նայեն մարդկանց անցած ճանապարհը, ով ասել ինչ է արել, հա։ Ես ինչի եմ միշտ ես ինքս երբեք կուսակցական չլինելով, ինչի է իմ մոտ ի սկզբանե հավատը, հա, իդեմս Սամվել Կարապետյանի առաջ եկել, որտեվ ուսումնասիրելով տեսնում ես, այս մարդը չլինելով պետության կառավարման մեջ, չլինելով որևէ ձև որպես պետության ներկայացուցիչ, շատ ավելի մեծ բան արել մեր երկրի հայրենիքի համար, քան այն մարդիկ կամ նրանցից շատերը, ովքեր որ պետության, այո, կառավարման մեջ են մասնակցել։ Հետաբար այդ ամեն ինչը հաշվի առնելով, եթե այդ մարդը նույնիսկ այդ կարգավիճակում այդ բաներն արել, որ շատերը տեղյակ չեն այդ ամեն ինչի մասին։ 200 միլիոն ԱՄՆ դոլարից ավել վարագործության մասին է խոսքը գնում ես տասնամյակների ընթացքում եւ այլ ներդրումները չհաշված եւ այլն եւ այդ ամեն ինչ ուղղակի չնկատել հնարավոր չի եւ հետաբար բոլոր մեր հայրենակիցներին խորհուրդ եմ տալիս որ այդ օրը գնան ընտրության եւ ազատորեն արտահայտեն իրենց կամքը բայց գնան ընտրատեղամաս իրանցից երկար ժամանակ չի պահանջվի եւ ազատորեն արտահայտեն իրենց կամքը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, ես զրուցում էի Ուժեղ Հայաստան դաշինքի համակիր իրավաբանական գիտությունների թեկնածու դոցենտ Արմեն Եզեկյանի հետ։